Մարմնից ծնվածը մարմին է, իսկ հոգուց ծնվածը հոգի։ Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, այսօրվա ընթերցված ավետարանական հատվածը մեզ ներկայացնում է մեր փրկության անպայման հանգամանքների առաջինի մասին խոսքը, որ ասես մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսը ի պատասխան մի հերյա վարդապետի Նիկոդեմոս անունով։ Այդ հարցը Քրիստոսի կողմից ստացավ վերջնական պատասխան, բայց մինչև այսօր էլ հնչում է բոլոր կասկածամիտների, նույնիսկ իրենց քրիստոնյա համարողների, բայց ինքնախաբեության մեջ գտնվողների մոտ։ Քրիստոս պարզ և հստակ ասում է, որ եթե մեկը ջրից և հոգուց չծնվի, երկնքի արքայությունը չի կարող մտնել։ Այսօր նույն այս խոսակցությունը, նույն այս հարցերը, նույն այս ենթադրությունը շարունակվում է։ Մարդիկ կարծես իրենք իրենց եկեղեցում, վերջին հաշվով Աստծուն, փորձում են համոզել, որ ոչ, եթե նույնիսկ մկրտված չեն, ապա շատ լավն է, բարի է, գոնե ուրիշների համեմատ։ Բարի գործերս Աստված կտեսնի, ինձ կխղճա, սա ինքնախաբեություն է։ Քրիստոս գիտեր ինչի համար է եկել այս աշխարհ։ Այն մեղքը, որը ժառանգեց Ադամը և ժառանգություն թողեց ողջ մարդկությանը, անհնազանդության մեղքը այնքան մեծ էր, որ անհրաժեշտ եղավ, որպեսզի մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսը մարմնանա, Աստվածորդին գա այս աշխարհ, անմահը մահը ճաշակի և հարություն առնի։ Եվ իր արյան գնով մենք փրկագնվենք։ Սա անպայման պատճառ է, անպայման պայման է մեր փրկության համար։ Դրա համար էլ Քրիստոս հստակ ասում է սրա մասին։ Հրեաները եւ այդ օրերին եւ մինչև այսօր եւ հրեական այդ մտածելակերպ ունեցողները, նույնիսկ շատերը, որ իրենց քրիստոնյա են համարում, դեռ այդ մտքին է, որ միայն մեր բարի գործերով, առանց Աստծո ողորմության, առանց այդ փրկագնի, Քրիստոսի արյան գնով փրկագնվելու, մենք փրկության հույս ունենք։ Սա սիրելիներ մեծագույն ինքնախաբեություն է, մեծագույն սխալ է, որ մարդը կարող է անել, եթե իրական հոգևոր կյանքով է ուզում ապրել։ Եթե էմոցիայի հետևից ընկած չէ, եթե իր համար էֆեկտը կարևոր չէ, այլ կյանքն ու գործն է կարևոր։ Եթե իրականում գիտի ինչ է եկեղեցին և ինչ է եկեղեցու տված շնորհը, ինչ է ակնկալում եկեղեցուց։ Այդ վարդապետը, որ եկել էր գիշերով, թաքուն, թեև արդեն իր սրտում կար հավատքի սերմեր Քրիստոսի հանդեպ, բայց հրեաներից վախենալով թաքուն էր եկել։ Թաքուն էր նրան հարցեր տալիս։ Այսինքն մարդկայինը իր համար այդ պահին գոնե ավելին էր, քան իրական ճշմարտությունը։ Ինքը զգում էր, որ Քրիստոսի մոտ է այդ ճշմարտությունը, բայց այնքան համարձակություն չուներ, որ ցերեկով գար, որովհետև իրեն ժողովարանից կհանեին, կանարգեին, այսինքն մարդկային կորցնելու բաներ ուներ։ Դրա համար էլ Քրիստոսի մոտ գիշերով եկավ։ Եվ Քրիստոս սկսեց նրա հետ խոսել ոչ թե այս երկրավոր բաներից, այլ երկնայինից։ Անդադար ինքը իր ուշադրությունը հրավիրում էր, որ իր խոսքը այս երկրավորի մասին չէ այդքան, որքան դուք եք պատկերացնում։ Եվ հստակ ասում է, որ այն ինչը, որ ես բերել եմ, այն ճշմարտությունը, ինչը, որ ես բերել եմ, միայն այս երկրինը չէ, եւ միայն մարմնի համար չէ, որտեղ մարմնից ծնվածը մարմին է կմնա, իսկ հոգուց ծնվածը հոգի է։ Եթե մենք գալիս ենք դեպի Քրիստոսը, մենք գալիս ենք դեպի Աստված, մենք գալիս ենք դեպի եկեղեցի, նյութական բարիքների համար նոր, ապա հնարավոր է, որ
առավելով էլ դա տրվի մեզ։ Բայց Քրիստոս ուզում է, որ մենք լավագույնին արժանանանք և ձգտենք։ Լավագույնը դա իր բերած փրկությունն է, դա այն հոգին է, այն որդեգրությունն է, որ մենք Քրիստոսով ստանում ենք, մկրտվելով ժառանգություն ենք ստանում երկինքի արքայության մեջ։ Հայր Աստծու որդեգիր ենք դառնում Սուրբ Հոգու տաճար և բնակարան։ Ժառանգակից մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի։ Այսքան հոգևոր շնորհները տալիս մեզ Քրիստոս իր եկեղեցու միջոցով։ Եվ չի ուզում, որ մենք միայն նյութական բաների մասին մտածենք, միայն նյութականի համար գանք եկեղեցի, միայն նյութականի համար աղոթենք։ Դա պարզ է, որ մեզ անհրաժեշտ է, բայց բավարար չէ։ Դա այն փոքրն է, որ Աստված մեզ համար ցանկանում և նախատեսում է։ Եվ որքան խղճալի կլինենք, սիրելիներ, եթե իսկապես միայն դրա համար ապավինենք Աստծուն։ Առաքյալն ասում է, եթե միայն այս աշխարհի համար ենք ապավինել Քրիստոսի, ուրեմն ամենախղճալիներն են։ Բայց Քրիստոսի բերածը միայն մարմին չէր և առաջին հերթին մարմին չէր, այլ առաջին հերթին հոգի է։ Նա ուզում էր, որպեսզի մենք հոգով ծնվենք, մեր հոգիները վերածնվեն։ Մենք իսկական եկեղեցի դառնանք, իրական եկեղեցի, որը միայն նյութական չէ, այլ նաև հոգևոր է, որը միայն հինով չի սահմանափակվում, այլ նայում է դեպի նորը, ինչպես որ հայտնության գրքում է նկարագրված, նոր երկինք և նոր երկիրը։ Դա է մեր ժառանգությունը, դա է մեր նպատակը, դա է մեր ընթացքի ճանապարհի վերջնանպատակը։ Դրան է, որ պետք է քրիստոնյան նայի, և դրան է, որ պետք է ձգտի և ամեն ինչ անի այդտեղ հասնելու համար, այդ շնորհներով ապրելու և զորանալու համար, և նորոգվելու համար։ Քրիստոս եկավ, որովհետև հին մարդը իր մեղքերով, հին Ադամը իր անհնազանդությամբ, այլևս չէր կարող միայն ինքը իր ուժերով վերականգնվել, միայն ինքը իր ներով չէր կարող գտել կորսված դրախտը։ Եվ եկավ նորոգելու, նորոգություն բերելու, մարդու մեղքով ապականված բնությանը։ Եվ իր հարությամբ տվեց մեզ այդ հնարավորությունը, շնորհը և ցույց տվեց մեզ ճանապարհը։ Եվ դրա մասին է, որ Քրիստոս խոսում է, որ մենք պետք է հոգեպես վերածնվենք, մեր հոգիները պետք է նորոգվեն։ Եվ դրանով պիտի մենք նոր լինենք, նոր եկեղեցի։ Հին Իսրայելը, ինչպես որ Պողոս առաքյալն է ասում, դա ստվերն էր ճշմարտության, որը Քրիստոսով եկավ, և Քրիստոսով նորոգվեց ամեն բան։ Այս կիրակին, սիրելիներ, շատ խորհրդանշական անուն է։ Գիտեք, որ մեզ պահքի բոլոր կիրակիները ամեն մեկը իր անունն ուներ, ամեն մեկը շատ կարևոր բան էր նշանակում մեր փրկության համար։ Իսկ այս հինունքի շրջանի կիրակիները ևս ունեն իրենց անունները։ Անցած կիրակին օրինակ կոչվում էր կրկնազատի կամ սպիտակ կիրակի։ Երբ որ մենք խոսում ենք հարության վերած լույսի մասին, իսկ այս կիրակին կոչվում է աշխարհամատրան կամ կանաչ կիրակի։ Կանաչ խորհրդանշելով բնությունը, որ արթնանում է, գարնանը, նույնպես էլ մարդու բնությունը, հին եկեղեցին, հին Իսրայելը, որ կարծես մահացել էր, սառել էր հոգևոր առումով, այնտեղ մնացել էր միայն ծիսակատարություն, հին Իսրայելում այլևս հոգի չկար, մարմինն էր, արտաքինն էր, այսօր է շատ շատերը մեզանից այդպես կարող են լինել ցավոք սրտի, որ մտածում են, որ փրկությունը դա արտաքին գործողության խնդիր է։ Այնց ասեք գնամ այսքան բան անեմ, այսքան մոմ վառեմ, այսքան ուխտ կատարեմ և փրկված լինեմ, այդպես երբեք չի լինելու։ Դա ինքնախաբեություն է։ Եթե հոգի չկա այդ ամենի մեջ, եթե նորոգություն չկա, եթե կյանք չկա, զարթոնք չկա, ուրեմն այդ ամեն ուղղակի մեխանիկական գործողություն է, որը կարող է տարիներ շարունակ անել և ինքդ քեզ համոզել, համոզված լինել, որ իսկապես փրկվել ես, նորոգվել ես,
Աստծով ես լցված։ Բայց դա լինելու է ինքնախաբերություն, եթե այդ ամենի մեջ իրական հավատ եւ իրական հոգի չկա։ Ուրեմն Քրիստոս եկավ մարդկային այս մահացած, սառած բնությունը վերակենդանացնելու, իր հարությամբ նորը դարձնելու, նորոգելու մեզ, վեր հառնելու մահվան սարսուռից, մահվան սառնամանիքից, գարուն բերելու մեր հոգիներին։ Դրա համար էլ այս կիրակին կոչվում է կանաչ կիրակի, խորհրդանշելով այն նորոգությունը, որ Քրիստոս բերեց իր նոր Երուսաղեմ, նոր եկեղեցով, նոր ուխտով, նորոգեց մեր հոգիները եւ հիմնեց իր եկեղեցին։ Այդ եկեղեցին պիտի եռա այդ հոգով, ապրի ոչ միայն մարմնի համար, այլ առաջին հերթին հոգու համար։ Եթե եկեղեցին է հին ուխտի պես, հին եկեղեցու պես, հին Իսրայելի պես, մնա միայն ծեսի հույսին, մնա միայն արտաքին գործողության հույսին, մարմին լինի եւ ոչ թե հոգի, ապա ինքն է մի օր կմահանա, կխաթարվի, կտրվի այդ հոգուց, այդ ջերմությունից, այդ նորոգությունից։ Բայց Քրիստոս եկավ հոգին տալով մեզ, շունչ տալով մահացած բնությանը մարդուն, կանաչեցնելով, թարմացնելով, որպեսզի այդ հոգևոր ապրումով, իրական ապրումով եկեղեցին ապրի ամբողջ աշխարհում։ Այսօր նաև այս կիրակին կոչվում է աշխարհամատռային կիրակի։ Աշխարհամատուր, այսինքն ողջ եկեղեցում տարածված Քրիստոսի եկեղեցի։ Այսօր քրիստոնեությունը, ինչպես որ բոլոր կրոնները աշխարհում, չկա մի կրոն համաշխարհային, որ միատարր լինի, դա բնական է, դա մարդկային է։ Բայց պետք չէ մոռանալ, որ Քրիստոսի եկեղեցին մեկն է, պես որ Պողոս Առաքյալն ասում, Հիսուս Քրիստոս երեկ եւ այսօր նույնն է եւ հավիտյան։ Քրիստոս մշտապես նույնն է եւ եկեղեցու խորհուրդն է նույնն է։ Չնայած որ մարդկայնորեն տարբեր կարող են լինել, տարբեր հարցերի մեջ կարող են համաձայնություններ լինել եւ նույնիսկ անհամաձայնություններ, բայց Քրիստոսի եկեղեցին ողջ աշխարհում մեկ է։ Եվ այն հիմնադրվեց այն մատուռում, այն վերնատանը, որտեղ հավաքվում էին առաքյալները եւ որտեղ Քրիստոս երևում էր նրանց այս 40 օրերի ընթացքում եւ որտեղ վերջապես եղավ Սուրբ Հոգու գալուստը եկեղեցու հիմնադրումը։ Մենք այդ եկեղեցու, նորոգված եկեղեցու, այդ նոր Եդեմի Սուրբ Հոգով վերակենդանացած, կանաչած, ծաղկած այդ նոր եկեղեցու ամեն մեկս մի շիվերն է, մի ծառն ու ծառիկն է, մի տունկն է ընկված նոր Եդեմում, նոր Երուսաղեմում։ Ուրեմն չմոռանանք սրա մասին, սիրելիներ։ Այսօրվա կիրակին մեզ հիշեցնում է մեր հոգևոր արքության անհրաժեշտության մասին։ Եթե մենք հոգով չեռանք, եթե մեր հոգում սրտում ջերմ սեր չլինի, իսկ մեր հավատքն է վերածվի միայն գործի, մարմնի, իսկ հոգի չլինի այդտեղ, ուրեմն շատ խղճալի կլինենք, ինչպես որ Առաքյալն է ասում։ Բայց մենք պիտի եռանք այդ հոգով, պիտի այդ կյանքը, այդ շունչը, այդ հոգին եւ մեր մեջ լինի, եւ մենք տարածենք եւ ցույց տանք ողջ աշխարհում։ Ամբողջ աշխարհում այսօր Քրիստոսի խոսքը ավետարանում կարոզվում է եւ տարածվում է։ Ուրեմն մեր մեջ էլ պիտի լինի այդ հոգին, այդ սերը, այդ նոր կյանքը, այդ ջերմությունը, որպեսզի իսկապես, երբ որ մենք միմյանց այդ ավետիսը տանք, այս 50 օրերի ընթացքում տեսեք մենք միմյանց ողջունում ենք Քրիստոսի հարության ավետիսով։ Բայց եթե դա ուղղակի խոսքեր մնա, ասենք եւ անցնենք։ Արտաքին միծ է, պետք է ասել, ասեցի, պետք է լսել, լսեցի։ Իսկ կյանք չլինի, չհասկանանք, թե ինչ ենք միմյանց ասում, ինչ ենք միմյանց մաղթում, որովհետև դա վերջապես նաև մաղթանք է, որ մենք էլ հարություն առնենք, այնպես ինչպես Քրիստոս հարություն առավ։ Չէ՞ որ Առաքյալի խոսքի համաձայն, եթե այս երկրավոր կյանքում Քրիստոսի չարչարանքների մասնակից ենք, ապա հանդերձյալ կյանքում նրա հարություններ փառակից պիտի լինի։
Չէ՞ որ դա իրականում պիտի լինի քրիստոնյայի իրական նպատակը, հոգևոր կյանքի նպատակը, իղձը, ճանապարհի վերջնանպատակը, վերջնակետը դա պիտի լինի։ Հարություն առնել Քրիստոսի հետ։ Ուրեմն սիրելիներ, եկեք այսօր ինքներս մեզ համար ընդգծենք սա, որ մեր կյանքը անհրաժեշտություն ունի, կարիք ունի այդ հոգևոր նորոգման, այգու պես կանաչելու, գիտության մեջ պես արթնանալու, այդ հոգով եռալու, ջերմանալու, սիրով լցվելու, այլապես մենք բոլորս կլճանանք այս արտաքին գործողության մեջ, եթե միայն մարմինը փնտրենք, իսկ հոգին չլինի, ինքնախաբերության մեջ կգտնենք։ Մեզ կթվա, թե ամեն ինչ շատ լավ է, ինչ ասել եմ ես անում եմ, պարբերաբար պետք է գնում եմ, ինչ պետք է ասում եմ, ինձ էլ ինչ պետք է ասում եմ, ես էլ լսում եմ, բայց սա ինքնախաբերություն է։ Եթե այս ամենի մեջ իրական կյանք, իրական հոգի չկա։ Ուրեմն մենք պարտավոր ենք նորոգելու մեր հոգևոր կյանքը, մեր հոգևոր ընթացքը թարմացնելու եւ հոգով ջերմանալու, հոգին փնտրելու մեր արածի մեջ։ Ոչ թե միայն արտաքին ձևը։ Արտաքինը կարևոր է, առանց դրա անհնար է, բայց դա բավական չէ։ Միայն այդպես չենք կարող իրական հոգևոր կյանքով, իրական հոգևոր ընթացքի մեջ լինել։ Թող ուրեմն մեր հարության Տիրոջ սերը, շնորհը եւ խաղաղությունը մեր հոգիներում ջերմացնի հոգևոր արտության շուրջը տա մեզ եւ ճանապարհը ցույց տա, որպեսզի կարողանանք իսկապես ընթանանք իբրև իրական քրիստոնյաներ, հոգով ջերմացած, սիրով լցված եւ այդ ժամանակ մենք էլ լինենք առաջին հերթին հոգևորներ։ Միայն արտաքինի ետևից չենք գնա եւ միայն արտաքինով չենք բավարարվի։ Այլ այն ինչ որ մեզ փոխանցվում է իսկապես դրանով կամրանանք, կարթնանանք, վերաթարմանանք եւ ոչ թե կլրջանանք։ Այլ կապրենք իրական ջեր հոգևոր կյանքով, հոգևոր ընթացքով։ Թող Տերը զորացնի մեզ այս ընթացքի մեջ։ Ու սեր ու ջերմություն տա մեր հոգիներին, մեր սրտերին։ Քրիստոս հարյա իմերելով։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Մեզ եւ ձեզ Մեծ ավետիս։